Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, ինչպես արդեն գիտեք, դուք հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին կարողանալու եք մասնակցել հանրապետական ընտրություններին, թե ինչ է պետք անել ընտրություններին մասնակցելու համար, ցույց կտամ լուսնեի օրինակով, մենք մոտեցել ենք ուրեմն տարածքային ազգագրային բաժանմունք, այս պայծրությամբ Աչափնյակ վարչական շրջանի կամ Աշտոցի ազգագրային բաժանմունք, դուք մոտենալու եք ձեր տարածքային ազգագրային բաժանմունք, այնտեղ դիմումի ձև են տալու ձեզ լրացնելու եք, լրացնելը լուսին են, այժմ օրինակը կտեսնեք ձեր էկրաններին, 3 օր աշխատանքային օրվա ընթացքում ձեզ պատասխանելու են մասնակցության համար այո կամ ոչի դեպքում հաջորդիվ պետք է ուրեմն մոտենակ դատարանը պատասխանով, մեր պատասխանով իմեջ դատարանը բացել է պետք է կայացնի այդ որոշումը չեղարկելու համար իրանց։ Այսինքն այստեղ անձնագրային բաժանմունքներում ձեր անունները ավելացնելու են ցուցակներում։ Մերժելու դեպքում դուք մոտենալու եք դատարան, դատարանն է որոշում կայացնել Մերժման փաստաթղթով մոտենում եք դատարան։ Եվ դատարանի որոշումով դուք ձեր անունները ավելացնում եք ուրեմն ընտրական ցուցակներում։ Լրացուցիչ ցուցակներում պետք է անդրվի, դատարանից զանգելու են, դուք գնալու եք ձեր օրինակը վերցնեք ու տեղում մոտենաք արդեն այդ դատական այդ ակտը բերելու եք անձնագրային նորից, իրանք ձեզ տեղ ավելացնել են լրացուցիչ ցուցակներում ու արդեն մոտենալու եք նկատ տարածք։ Արդեն ուսումնա դաժե Կիրակի շաբաթի դրա համար չկա։ Կոնկրետ ընտրությունները Կիրակի օր լինելու, այդ օրը աշխատելու են թե անձնագրային բաժանմունքները եւ թե դատարանները, բայց որպեսզի չհասնեք վերջի օրվան, այդ ամեն ինչը արեք առաջիկա մի քանի օրվա ընթացքում, այդ process-ը շատ կարճ է տևում, իրանից բախտություն դժվարություն չի ներկայացնում, պարտադիր արեք այս գործընթացը, այս գործողությունը, որպեսզի կարողանաք մասնակցեք եւ ձեր ձայնով ուրեմն ազդեք առաջիկա ընտրությունների ուրեմն արդյունքների վրա։ Լավ եղեք, այսքանը հարցերի դեպքում դիմեք մեզ։